Ողջույն բոլորին, առջևում տոներն են, իսկ դա նշանակում է, որ էլ ինչ ամանոր առանց գաթա։ Մենք այսօր պատրաստելու ենք կան ավանդական գաթանը։ Առաջարկում եմ միասին պատրաստենք մածունով գաթա։ Տվյալ տարբերակում ես պատրաստում եմ թթվասերով, քանի որ այն շատ ավելի փափուկ է ստացվում։ Օգտագործվող բաղադրիչների հստակ չափաբաժինները կթողնեմ տեսանյութի ներքևում։ Սառը կարագը, այսպես ալյուրի մեջ թաթախելով, քերիչով անցկացնում եմ, այնուհետև ձեռքերի օգնությամբ վերածում եմ փշրանքների։ Ինչպես արդեն նշեցի, օգտագործում եմ թթվասեր, թթվասերին կամ արդեն իսկ ալյուրի զանգվածին ավելացնում ենք 1-1.5 թեյքթալ փխրեցուցիչ և 1 հավկիթ։ Այս ամենը լավ խառնում եմ, ավելացնում եմ մեր ալյուրի զանգվածին։ Հունցում եմ, ստանում եմ փափուկ թեթև խմոր։ Իսկ դուք գիտեք, որ հնում գաթան պատրաստում էին թոնրի մեջ։ Գաթան հիմնականում ուներ կլոր տեսք և վրան գեղեցիկ զարդանախշեր էին կատարում։ Այսպիսի փափուկ խմոր ենք ստանում, խմորը ծածկում եմ և տեղափոխում եմ սառնարան, որպեսզի մի փոքր հանգստանա։ Այստեղ ինչպես տեսնում եք, արդեն խորիզն եմ պատրաստում։ Շատ պարզ գործողություններ են, նորից ալյուր, կարագ, շաքարավազ և մի փոքր վանիլին։ Ձեռքերով տրորում ենք, մինչև փշրանքներ ստացվեն։ Խմորը հանգստից վերադարձնում ենք, այսպես ասած, կիսում եմ 2 հավասար մասերի և ուղղանկյունաձև կրկնակում եմ յուրաքանչյուր մասը։ Խորիզը ևս 2 մասի ենք բաժանում, լցնում ենք մեր խմորի վրա և այսպես ռուլետի տեսքով փաթաթում ենք։ Վրան պատարագաղով գեղեցիկ նախշեր ենք անում, ես այստեղ մոռացա անել, իհարկե ձվի դեղնուց ենք քսում և տեղափոխում ենք ջեռոց 180 աստիճանով մոտ 20 րոպե։ Եվ մեր անուշաբույր փափուկ համեղ գաթան պատրաստ է։ Ես գնամ վայելեմ իմ գաթաները 1 գավաթ սուրճով, իսկ դուք, եթե հավանեցիք, լայքեք և գրեք մեկնաբանություն։ Ցտեսություն։